Բարևներ բոլորին, դուք գտնվում եք Ոթե TV ալիքում։ Ժողովուրդ ջան, անցած խաղին նախորդ վիդեոում, այսինքն 3, ես ձեզ ցույց տվի, որ մենք Նիդերլանդերի դեմ ենք լինելու։ Դե ինչ, գնացինք մեր երկրորդ խաղին։ Այս մի րոպե, ժողովուրդ ջան։ Արդեն ժողովուրդ ջան, խաղը սկսավ։ Հիմա մեր առաջին երկրորդ խաղն է։ Ես ձեզանից շնորհակալություն եմ այդու, որովհետև դուք ասաք 13 բաժանորդ, բայց շուտով կդառնան 20, 7 բաժանորդ է մնացել, ընդամենը այդքան բաժանորդագրվեք ու շատ լայքեք իմ վիդեոները, բայց դե ես բրիասկոյով գնում եմ առաջ և չի ստացվում։ Ժողովուրդ ջան, էսի գիտեք ինչ բարդ են, առաջին խաղ ասում էին, կամ երևի չգիտեմ ինչ էր եղել, հիմա Հարությունյանն է գրոհում, բրիասկո հիմա խլում է նորից, նրանք առաջ չեն շարժվում մեզանից, Սևիկյան, Հարությունյանին, չեն թողում, չենք, ժողովուրդ ջան, նենց ու բարդ է խաղալը, շատ ու դժվար է։ Հիմա տեսնենք կարող են գոնե հավասարացնել, բացել հողայանտի բան հաշիվը և հակագրոհում են ու գնդակը գնում է, բայց ես չեմ կարողանում։ Պետք է այս անգամ շատ խոսամ, կներեք, թե չեղի եմ ասում։ Ու ուզում են գող խփեն, չէ, ես ինչ են անում։ Եվ մեզ դարպասացողն է, փրկում եզրային հետում են, վասնակում են Հայաստանի ավակականը, տեսեք կնկնապատկենը ինչ հարված է, որը մեզ փրկեց դարպասացողը։ Հիմա Սևիկյանին է հասնում գնդակը և գնդակը նորից Նիդերլանդների հավաքականինն է։ Ու հարված և 1-0 միանգամից։ Ժողովուրդ ջան, պարտադիր չէ ամեն խաղը հաղթենք, կան նաև պարտություններ։ Իրական կյանքում դուք տեսնում եք, չէ, Հայաստանի հավաքականը խաղում է, բայց նրանք չեն անցնվում և Սևիկյանն է խլում գնդակը փոխանցում։ Այսենց պետք է անի լավ փոխանցման համար ու խլեցին նրանից գնդակը, փոխանցումն է հենց Վանդեկը կատարեց։ Հարությունյան, Դավիթ Դավիթյան, կարող ես ասել, թե ոչ։ Գագրո, Մկրտչյան, լավ փոխանցում է Սևիկյան, չի լինում հաղթել, այսինքն բանան է, էլի խլե գնդակը, այս երբ հարթը, ժողովուրդ ջան, որ այդքան ասում եմ։ Ու լավ պրծանք, ես ասի նորմալ պաստավեց։ Մի վարկյան։ Ժողովուրդ ջան, հիմա արդեն մեր երկրորդ խաղկեսը սկսված է։ Բրիասկոն փոխանցում է Հարությունյան, Սևիկյանը շատ լավ է շարժում առաջ, Սևիկյան, ափսոս, չեն կարողանում հաղթել ստեղ, ու այս ինչը կատարում, միան չենք թողում գնանք խփենք, այսինքն հայելի, Բրիասկոն է շարժում առաջ, մեկը գնացեք տուգանային հրապարակ, դե չեն կարում, նենց լավ են պաշտպանվում Նիդերլանդերի հավաքականը, բայց պետք է այստեղ շատ ուշադիր լինենք, որ չգնան դարպասը գրավեն, չեն կարողանում գնդակը առաջ տանել, Մկրտչյան, Սևիկյան, Էդգար Սևիկյան, ափսոս, նորից է Սևիկյանը գնդակով, Դավիթ Դավիթյան,
Տեսնենք կարող է անցնել, թե ոչ, ուր է տանում գնդակը ախր, բայց ես այդտեղ չի տարել։ Գնդակը նորից Հայաստանի հավաքականին է և չի ասնում Զելարայանին, հետո էդ կանենք, այդ փոփոխությունը Հարությունյան փոխանցել էր պետք, Ռոբեին է խլում գնդակը, դումբրես, պետք է այնպես անել, որ չկարողանան գող խփել, որ մենք գնանք գող խփենք, ոչ թե նրանք։ Այ չէ, Բանդևեն, Հարությունյան, Զելարայան, ինչու փոխանցում չի կատարում, բրյասկո։ Ախր հոգնած է ժողովուրդ, չեն կարողանում գրավել դարպասը նրանց։ Չեն կարողանում նորից ժողովուրդ, նորից։ Չէ, գալ։ Օ, չէ, չանչարև, օգնի չանչարևիչ։ Լավ փոխանցում է Հարոյան, Դավիթ Դավիթյան և եզրային հետում եմ Հայաստանի հավաքականին է, շատ լիքը փոփոխություն են եղել։ Ում է փոխանցում վիճակ։ Էսով էր, չենք հասկանում, բայց հետո կտեսնենք և Սիմոն հեռացնել էր պետք և ժողովուրդ, պարտվեցինք այսօր, չենք տխրում, մենք հաստատ հաղթենք, ցտեսություն։